Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության 4 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանում կայացած Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի եւ հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ի հռչակագրով ամրագրված պայմանավորվածությունների կատարումը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները։ Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղության գործընթացին, իսկ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նրան տարածաշրջանում կայունության եւ գործակցության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության պայմանավորվածություններին։ Սյունիքում լրագրողների զրույցում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը նշել է, որ Բեռլինը ակտիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին։ Մենք հանդիպումներ ենք կազմակերպել Բեռլինում, աջակցել ենք երկխոսությանը եւ հիմա տեսնում ենք առաջընթաց։ Կարևոր է շարունակել այս ուղին, քանի որ վերջին շրջանում խաղաղություն է պահպանվում, ինչը հույս է տալիս ապագայի համար։ Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պատրաստ է աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Սյունիքում լրագրողների զրույցում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եվրոպան պատրաստ է ներդրումներ կատարել Թրամփի ուղի նախագծի եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում։ Հայաստանը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման հաստատմանը, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսօղոմոնյանը Կամպալայում կայացած Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման ընթացքում։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, իսկ Փաշինյանը, Ալիևը եւ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ։ Աբիսօղոմոնյանը նշել է, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ դրա բաղադրիչ TRIP նախագիծը կնպաստեն տնտեսական աճին, կապերի վերականգնմանը եւ տարածաշրջանային գործակցությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի ռեկտորը եւ պրոռեկտորը, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպության ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, նաեւ կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով քննչական կոմիտեից, տեղեկացնում են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում դատախազի կամ քննիչի վերաբերյալ արատավորող տեղեկություն հրապարակելու համար, որը կապված է նրանց պաշտոնական գործունեության հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոչուբաևը ձերբակալվել էր, իսկ դատարանը բավարարել է նրա կալանքի միջնորդությունը։ Ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Իջևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաեւ նախկին քաղաքապետի որդին, հաստատեց քննչական կոմիտեն։ Հայանիստի Խաչմերուկից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում կամուրջը վնասվել է, որի պատճառով երթևեկությունը կազմակերպվել է միակողմանի կարգով, վարորդներին հորդորվում է լինել առավել զգոն եւ ուշադիր պահպանել երթևեկության անվտանգությունը մինչև կամրջի հիմնանորոգման ավարտը։ Բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել նշված հատվածը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իր զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերում 3 գյուղ են գրավել, այդ թվում այն տարածքները, որոնք Կիևը ազատագրել էր 3 տարի առաջ անակնկալ հակահարձակման ժամանակ։ Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն Խարկովի, Պիսչանե եւ Տիխե, նաեւ Դնեպրոպետրովսկի Պրիվիլիա գյուղերն անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները, անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածներ են հասցրել Ղրիմին, ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ հարվածների հետևանքով մի քանի էլեկտրական ենթակայաններ են վնասվել, մի հատվածը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Նավթամբարի վրա հարձակումը պաշտոնապես հաստատված չէ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում, հավելելով, որ մինչ այդ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ։ Նա նաև նշել է, որ Պուտինին դուր չի եկել Ուկրաինային 1600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ տրամադրելու հարցի բարձրացումը։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի սեփական պաշտպանական պաշարները, ընդգծելով մեզ նույնպես դրանք պետք են ուստի դեռ պարզ չէ, թե ինչ որոշում կընդունենք։